Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտինյանը։ Ողջունում եմ ձեզ համայնհայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր հունիսի 27-ն է 2026 թվական։ Կարճ անդրադառնանք ներպետական մի քանի հարցերի ու անդրադառնանք աշխարհաքաղաքական զարգացումներին։ Սահմանադրական դատարանը շարունակում է քննությունը ընտրության արդյունքների վերաբերյալ 7 քաղաքական ուժերի բողոքը, ընթացքի մասին իմաստ չունի, ես ձեզ ասեմ, որովհետև վերջնական արդյունքը մինչև հուլիսի 4-ը պետք է պարզ լինի, կլինի արդյունքը, կիմանանք հետագա զարգացումներ ինչ ենք սպասում։ Եթե չեղյալ կհայտարարվի ընտրությունները, նոր ընտրություններ կհայտարարվի, բնական է, հասկանալի է, նոր սպասումներ կառաջանա, կգնահատենք իրավիճակը եւ կորոշենք մեր անելիքը։ Եթե պետք է ուժի մեջ թողի, այս ընդդիմությունը խորհրդարան կգնա թե չի գնա, որևէ սպասելիք կարծում եմ մենք չունենք իրանցից, ինչ պետք է անեն, որ ասենք սա արդյունավետ է։ Ոչ նրանց քննարկածը, ոչ իրանց բերած օրենսդրական նախաձեռնությունը, որը իշխող քաղաքական ուժը չի ընդունելու, ոչ նրանց վերահսկողական գործունեությունը, եթե նրանք կասկածվում են ուրիշ երկրին ծառայելու մեջ, հասկանում եք, որ դա անիմաստ զբաղմունք է եւ շատ մեծ բեռ անգնելու արտախորհրդարանական ուժերի վրա եւ հանրային գործիչների վրա, որովհետեւ խորհրդարանի վիճակը արդեն պարզ է։ Առավել եւս, երբ որ Նիկոլ Փաշինյանը առաջիկայում Ռուսաստան գնալով ժեստեր կանի Վլադիմիր Վլադիմիրովիչին, Ռուսաստանին ցույց կտա, որ բերեք նենց թյուրիմացությունները հարթենք, նորմալ իրար հետ աշխատենք։ Արդեն պատկերացնում եք, թե ինչպիսի խորհրդարան ենք ունենալու։ Դրա համար այսքանով համարեմ այդ թեման ավարտված, շատ քննարկվեց, երբ որ Ռուբեն Ռուբինյանը ազգային ժողովի նախագահի թեկնածուի հետ կապված քվեարկությունը քաղաքացիական պայմանագիր կուսակցության շրջանակներում, մի մասը դե ասեցին արժանի թեկնածու է, մի մասն էլ ասին ինքը ուղղակիորեն ասոցացվում է Թուրքիայի հետ, առավել եւս երբ որ Սրդար Քլեչը, որը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թուրքական կողմի հատուկ ներկայացուցիչն է, մի երկիր, որի հետ մենք չունենք դիվանագիտական հարաբերություններ, Սրդար Քլեչը շնորհավորում է քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներսի քվեարկությունը։ Դուք պատկերացնում եք ոչ թե ազգային ժողովի նախագահ ընտրվելու քվեարկությունը, այլ ասենք մեկը իրանց տանը որոշել է, որ իրանց տան անդամներից մեկը պետք է այսօրվանից տունը ղեկավարի եւ ինքը միանգամից դրսից շնորհավորում։ Դա այնքան արտառոց էր, այնքան տարօրինակ էր, այնքան աշծակող էր, որ ակնհայտորեն մարդիկ ասում են չհասկացանք։ Հիմա Ռուսաստանից պրծնում ենք, ընկնում ենք Թուրքիայի ազդեցության տակ։ Իսկ ինչու շատ դեպքերում մարդկանց մտահոգությունը անտեղի չէ, որովհետեւ մարդկանց տառապանքը փորձ ունի։ Արշակ Կարապետյանը, որը նշանակվել էր պաշտպանության նախարար 2021 թվականի օգոստոսի 2-ին մինչև նոյեմբերի 15-ը եղավ պաշտպանության նախարար, երբ որ նրան պաշտոն անկարեց Նիկոլ Փաշինյանը, ու մարդիկ ասին, բա դու գիտեիր, որ ինքը Ռուսաստանի հետ ուղղակիորեն ասոցացվում է, բա դու գիտեիր, որ ինքը այնտեղ կապեր ունի Ռուսաստանի հետ, ժամանակին եղել է ինքը Հայաստանում գլխավոր շտաբի հետախուզության պետը, լուրջ կապեր ուներ Ռուսաստանի գլխավոր այդ հետախուզական վարչության հետ, ոնց այդ մարդուն նշանակեցիր պաշտպանության նախարար, իսկ ինչ պատասխանեց Նիկոլ Փաշինյանը, եւ ուշադրություն, այս այն Փաշինյանն է, որ ասում է պատերազմից հետո մենք վերջապես Ռուսաստանից պոկվեցինք, բա պատերազմը 20 թվականին էր, դու 21 թվականին նշանակում ես Արշակ Կարապետյանին պաշտպանության նախարար եւ ասում ես դա նշանակեցինք ռուսներին սիրաշահելու, հաճոյանալու համար։ Պատկերացնում եք։ Խոսք է գնում, որ մենք հեղափոխություն ենք արել, որ անկախանանք Ռուսաստանից եւ 2020 թվականի պատերազմի արդյունքում ձեռք բերեցինք մեր անկախությունը, բայց պաշտպանության նախարար ենք նշանակում մեկին, որով հաճոյանում ենք Ռուսաստանին։ Այդ դեպքում մարդիկ ասում են, եթե Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականությունը սա է, որ կամ պետքա իր հետ քայլած լինի, կամ պետքա իր գաղափարները ընդունի, իսկ մեկը հարցնի, իսկ ինքը ինչ գաղափար ունի, որ ընդունի։ Ինքը գաղափար ասելով երևի հլու հնազանդ կամակատար, որ ինչ ասի անե։ Եվ մեկ էլ
եթե մի որևէ ուժեղ երկրի հաջողանալու համար նշանակես։ Այսքան մարդկանց ուշադրությունը չէր սևեռվի Ռուբեն Ռուբինյանի նշանակման վրա, եթե մենք տեսած չլինեինք Արշակ Կարապետյանի նշանակման Նիկոլ Փաշինյանի պարզաբանումը նշանակել եմ Ռուսաստանին հաջողանալու սիրաշահելու համար։ Նշանակումը կարող ես Ռուբեն Ռուբինյանին էլ նշանակես Թուրքիային հաջողանալու համար, բայց մենք ժողովուրդ ջան չենք ուզում դուրս գանք ռուսական ճահիճից, հայտնվենք Թուրքիայի ճիրաններում։ Մենք ասում ենք մեր ճանապարհը ոչ նա է, ժողովուրդ ջան, մեր ճանապարհը Եվրամիությունն է, եւ շատ դեպքերում նորից բերում են մի կեղծ այլընտրանք, եթե դուք դեմ եք Ռուսաստանի հետ հարաբերությունը խորացնելուն, ուրեմն դուք կողմ եք Թուրքիայի հետ հարաբերությունները խորացնելուն, ժողովուրդ ջան, եթե ինչ-որ հիվանդություն ունեք, վատ չի բուժվեք։ 22 տարի ես խոսում եմ Եվրամիության անդամակցության մասին, ասում են, եթե Ռուսաստանին դեմ ես, ուրեմն Թուրքիա ես ուզում։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի շառը գցում եք մեր վրա, միայն թե արդարացնեք, որ Ռուսաստանից չի կարելի պոկվել այն Ռուսաստանից, որ ինքն է հայտնվել ճահիճում։ Մեկը ելնի Ռուսաստանին օգնի։ Այդ դրա համար այն մտավախությունը, որը ունի հասարակությունը կապված Ռուբեն Ռուբինյանի ընտրության հետ, հենց դա է հարցը, որ բացի Սերդար Քլչից ուրիշ որևէ մեկը ՔՊ-ի քվեարկությունը շնորհավորեց, բայց ձեզ համար մի տարօրինակ չի դա, այսինքն համարել են դե մեր տղեն է, շնորհավորենք, թող մի ոգևորվի։ Մի հարցել ուղղակի աչքս ընկավ, ասի լավ սրան էլ անդրադառնանք, գլխավոր դատախազությունը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերից մեկով 2026 թվականի հունիսի 17-ին կնքել է հաշտության համաձայնություն, որը հակակոռուպցիոն դատարանի վճռով հաստատվել է 2026 թվականի հունիսի 26-ին։ Կնքված հաշտության համաձայնությամբ Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի 304 միլիոն 504 հազար դրամ։ Ինչու՞ է խնդիրը։ Գլխավոր դատախազությունը 2024 թվականի հուլիսի 29-ին ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցադիմում էր ներկայացել հակակոռուպցիոն դատարան ընդդեմ Հայաստանի վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Սերժիկի Զաքարյանի եւ նրա հետ փոխկապակցված անձանց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով։ Ինչն է հետաքրքիր։ Ինչ ասել է ապօրինի գույք։ Գույքն է ապօրինի, թե այն գումարը, որով այդ գույքը առել ես։ Չի հիմնավորվում այդ գումարը քեզ որտեղից, որ առել ես այդ գույքը, չէ որ այդ գույքը լրիվ օրինական գրանցվել է, պետական գրանցում է ստացել, սեփականությամբ վկայական էլ տվել եք այդ մարդուն։ Ինչու է դա ապօրինի ծագում, որ դա ծագումն է ապօրինի, չի հիմնավորվել այն փողը, որով առել է այդ գույքը։ Բայց հիմա, երբ որ մարդը ազգային ժողովի падգամավոր է, որի աշխատավարձը հաստատ այնքան չի, որ 5 տարվա ընթացքում ինքը կարողանար կուտակել $834,000, $35,000 փող, մարդը ասում է, որտեղից էս գույքը քեզ, փողը ցույց տուր, փողը չի կարող ցույց տա, գույքը բռնագանձում ենք։ Գույքը բռնագանձելու ժամանակ հաշտության պայմանագիր է կնքվում եւ ասում է, այս գույքը մի բռնագանձեք, ես գումարը կվճարեմ։ Վճարում է եւս մի ապօրինի գումար, որպեսի օրինականացնի այս մի ապօրինի գումարը։ Այսինքն դուք բա չեք հարցնում, բայց $835,000 որտեղից իրան որ բերելա տա, որպեսի նախքին անօրինական օրինականացնի։ Հա ժողովուրդ ջան։ Բայց դրա համար չեք կարողանում Քոչարյանի 4 միլիարդը գտնեք, որտեղ գույքի մի մասը դուք ֆիքսել եք եւ ասում եք, եթե այս գույքը կուզենաս հետ վերցնես, արի մեզանից այդ գույքը առ։ Որ փողերով առնես, դե 4 միլիարդ էլի։ Այսինքն այդ դեպքում ձեզ չի հետաքրքրում, բա այն փողը որտեղից։ Այսինքն կոնկրետ այս գործարքը ինչ է ցույց տալիս։ Եթե դու առել ես գույք, որի փողի ծագում անօրինական է, այդ ընթացքում դու եղել ես պետական բարձր պաշտոնյա, դու չէիր կարող քո աշխատավարձով այդ գույքը առնես, բայց եթե դու հիմա падգամավոր ես, որը աշխատավարձով առավել եւս չես կարող այդ գույքը առնես,
ուրեմն բնական է գնա մի տեղից փող բեր, ասա այս փողը օրինական է, արի այս փողով առ այս անօրինական գույքը եւ այս անօրինական գույքը կօրինականացնենք։ Բա հետո այս ձևով է կոռուպցիայի դեմ պայքարում, ժողովուրդ ջան։ Դուք լրիվ օրինականացնում եք, որ այդ գույքը փաստորեն մարդը դրա համար վճարել է, հաշտության պայմանագիր եք, ու չեք հարցնում, բա այն փողի ծագումը ուր է։ Այս գույքը բռնագանձել եք, որտեղ փողի ծագումը պարզ չէր, հիմնավոր չէր։ Իսկ հիմա դառավ հիմնավոր, հա, գնաց եւս մի անօրինական փող բերեց ու դառավ օրինական։ Այս ձևով եք պայքարում, դրա համար մարդիկ ձեզ չեն հավատում։ Այս ձևով եք պայքարում, դրա համար հասկանում են, որ ուժեղները, հարուստները միշտ էլ կարող են տակից դուրս գալ, գույքի մի մասը տալ, օրինական դուրս գալ, կամ դատական ակտերով հիմնավորեք, որ այլևս նրանք երկրորդ անգամ նույն մարդու նույն գործով չեն դատի։ Վերցրեք, տվեք հայցային վաղեմությունն էլ դրեք վրեն, ավարտեք, վերջացրեք, ասեք, սա է որ մարդկանց մոտ առաջացնում է հիմնավոր կասկած, որ դուք ոչ մի բան էլ չեք անելու, ոչ մի ապօրինի գույքի հետ կապված, այն է գույքը ինչ։ Բա 4 միլիարդ դոլարը ես էի ասում, այս իշխանությունը չէր ասում, բա վարչական լծակները ձեր ձեռը չի։ Բա ուր է։ Այդ ամբողջ գույքը հսկայական է, որ կարող եք հարցնել Ռոբերտ Քոչարյանը, այդ փողը քեզ որտեղից։ Միանշանակ օրինական հարց։ Բայց այդ օրինական ասած գույքի չափը համահունչ է 4 միլիարդին։ Բա ուր այն մնացածի ծերը չի երևում։ Հիմա վաղը որ այն մյուս փողով գային գույքը առնի, պետք է օրինականացնեք։ Իսկ հիմա նայենք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որը ի թիվս այլ բաների սահմանում է բջջային սարքավորումների նույնականացման համարի ԻՄԵ-ի միջազգային այդ նշումը տվյալների բազայի գործունեության սկզբունքները։ Այս դրույթը կիբերխարդախության դեմ պայքարի միջոցառումների երկրորդ փաթեթի մաս է։ Օրենքի համաձայն այս տվյալների բազան տեղեկություններ կպարունակի Ռուսաստանի Դաշնության տարածքում բջջային ցանցերում օգտագործման համար թույլատրված եւ արգելված սարքավորումների նույնականացման ցուցիչների մասին։ Հիմա տեսեք, Վլադիմիր Պուտինը ցանկանում է հաշվառում կատարել, որովհետեւ Ռուսաստանը տոտալիտար երկիր է, հիմա էլ պատերազմի մեջ է, խստագույնս վերահսկողություն է սահմանում եւ համացանցում եւ տարբեր տեղեր, գործնականում մենք գիտենք այդ երկրում վերահսկողական վիճակը ինչա տեղի ունենում, ու իրանք պատերազմի մեջ են։ Եվ Վլադիմիր Պուտինը ստորագրում է եւ հիմնավորում է, թե ինչու է դա անում։ Անում է կոնկրետ վերահսկողության համար, որտեղ իրանք պատերազմի մեջ են։ Իսկ հիմա դրանից ոգևորված Եվրոպա գնացող Նիկոլ Փաշինյանը անմիջապես չի էլ ուշացրել, ժողովուրդ ջան։ Կառավարությունը հունիսի 25-ին իստում հավանություն է տվել էլեկտրոնային հաղորդակցության մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի եւ հարակից օրենքների նախագծին, որով նախատեսվում է ներդնել բջջային հեռախոսների միջազգային նույնականացուցիչների ԻՄԵ-ի միասնական շտեմարան եւ կարգավորել հեռախոսների օրինական շրջանառությունը Հայաստանում, բայց պատճառաբանությունը լսեք։ Հիմնավորման համաձայն Հայաստանում ԻՄԵ-ի կոդերի վերահսկողության բացակայությունը մի շարք ռիսկեր է ստեղծում, մասնավորապես չմաքսազերծված, կեղծ կամ փոփոխված ԻՄԵ-ի կոդերով բջջային հեռախոսների շրջանառություն, ինչը հանգեցնում է հարկային կորուստների, շուկայի մրցակցության, խաթարման եւ տեխնիկական ու անվտանգության ռիսկերի աճի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծել է, որ սա քաղաքական որոշում է վերջ դնելու բջջային հեռախոսների սև շուկայի դարաշրջանին։ Բջջային հեռախոսների շուկան ամենամեծ տվերային շուկան է եւ մենք ինչ անում ենք, այդ շուկան շարունակում է իր գործը։ Ավարտվում է բջջային հեռախոսների սև շուկայի դարաշրջանը եւ Հայաստանի Հանրապետությունը ոչ մի հեռախոս, որը չի հավաստիացվում, որ ներմուծվել է օրինական ճանապարհով, չի աշխատելու։ Հիմա հարց։ Նայում են մարդիկ ցանկը, թե որ երկրներն են մտցրել նման վերահսկողություն, տեսնում են, որովհետեւ առաջադեմ որևէ երկիր չկա։ Միանգամից հարց է ծագում, բա Եվրոպային ողջունող, Եվրոպայի հետ գրկախառնվող Նիկոլ Փաշինյանը ինչի է վերահսկողություն սահմանում մի ծառայության գծով,
որի գործընկերն է Թուրքիան, Ադրբեջանը, Ռուսաստանը, բա ուր են առաջադեմ երկրները, իրանք ինչա բջջային հեռախոս չեն օգտագործում, իրանք խնդիր չունեն կարգավորելու, իրանք խնդիր չունեն վերահսկելու, ի՞նչն է պատճառը։ Բայց ինքը հո չի ասում տոտալ վերահսկողություն, որ հանկարծ բոլորի հեռախոսները հաշվառենք, ում ուզենանք լսենք, երբ ուզենանք լսենք, ինչ ուզենանք անենք։ Չէ, ժոջա, բան հարմար չի, բա մենք վերահսկողության նպատակով ենք անում, այդ Պուտինն է վերահսկողության նպատական, մենք ուզում ենք ուղղակի հարկեր չթաքցնեն, վայ, ժողովուրդ, չեք իմացել, հարկեր չթաքցնեն, այսինքն ապրանքը մտել է երկիր, պետեկամուտների կոմիտեին տալիս են բարձր աշխատավարձ բոլորին, նաև տալիս են պարգևավճարներ քափ ու քրտին կտրած, երվում խորովում են Հայաստանի հարկերի համար եւ պարզվում է դա արդյունավետ չի, որպեսի վերահսկողությունը մոռացեք, ժողովուրդ, բա Նիկոլ Փաշինյանը ձեզ ուզում է վերահսկի, ամոթ չի, հո դուք տեր չեք, որ գաննջասենյակում նկարի, դուք սովորական բարեխիղճ քաղաքացի եք, ուղղակի հարկերի մասին է խոսքը, հիմա հարց է ծագում, բան չեք սկսե հեռախոսներից, երբ որ գիտեք, որ դրա գործը շատ բարդ է, ինչպես եք վերահսկելու, դրսից մարդը եկավ, դեսպանատան աշխատողը ինչա անելու, կամ մարդը Հայաստան գործուղում եկավ, ինչքան ժամանակ մնալու դեպքում պետք է ինքը բանանի, որպեսի օգտվի, ռոմինգից է օգտվում, թե գալիս է ուրիշ քարտա դնում մեջը, բայց այդ հեռախոսը իր հեռախոսն է, հետո տարբեր միջազգային կազմակերպությունների հետ կարան խոսան, հեռախոսը նրանց անունով վերցնեն, իրանք քարտը դնեն, որ չվերահսկեն, պատկերացնում եք սև շուկայի ու խաղերի ու ուրիշ օպերատորներին կպնելու, նաև ուրիշ երկրի օպերատորներին կպնելու, ինչ խաղերը ալնելու, եւ այս գժանոցից դուք կարծում եք մեր կառավարությունը կարողանալու է գլուխանի, որ չի կարողանում մի հատ տրանսպորտով մարդը մուծի տրանսպորտ նստի, հարցը նորմալ կարգավորի, հա, բայց թե հարկերի համար եք տենց երվում խորովում դուք, բայց դեպքում հարց է ծագում, ինչեք մենակ հեռախոսների հարկերի հետ կապված նման խիստ ռեժիմ սահմանում, բա մարդը եկել է Հայաստան ու առանց հաշվառելու հետը բերել է ներքնաշոր, չեք ուզում մի հատ հաշվառեք, ժողովուրդ ջան, բա մարդը պետք է գնա հարկային, ասի խնդրում եմ հաշվառեք այս ներքնաշորը, դուք ես սիրուն կնիքը դնեք վրեն, այնպես որ լվանալուց չփչանա, եւ հետո պարբերաբար ռեյդեր անեք փողոցում, հանկարծ ու հանկարծ Աստված չանի, մեկին բռնեք առանց դրոշմակնիքի, հաչից հանեք արգրավեք, ժողովուրդ ջան, էսի չա կատարվում, եթե հարկայինը չի կարողանում ֆիքսել, քաղաքացուն պարտավորեցնեք տանի ինքը հարկայինում իր գնաց ապրանքը դրսից բերած տանի արձանագրի, բախի չեք անում, հիմա կգտնվեն մարդիկ կասեն բերեցիք համեմատիկ ներքնաշորը հեռախոսի հետ, ժողովուրդ ջան, հարկը, հարկերը թաքցրել ինչ տարբերություն, բայց շորը ինչ որ մի հարկատու մեր Հայաստանի առևտուր անող մարդ ներմուծել է, պետք է ինքը հարկեր վճարի, տարածքի համար փող է վճարում, հարկեր է վճարում, ամեն ինչ անում է, աշխատող է պահում, մեկ էլ ինչ որ անբարեխիղճ մեկը գնում է ներքնաշորը դրսից առնում է, անվերահսկելի գալիս է Հայաստան, հարված է չէ այդ տնտեսվարողին, հարված է չէ մեր հարկերին, բան չի չեք էդ էլ վերահսկողություն սահմանում, այո, հրապարակային գործիչի գործն էլ նաև նա է, որ ձեր ասածը այդ աբսուրդը ընենց ցցուն օրինակով ցույց տա, որ իմանա ինչքան եք անուղեղ, որտե դուք չեք կարա բացատրեք, թե ինչու է դա արվում հեռախոսի վրա, եթե ձեր նպատակը վերահսկողությունը չի, միայն հարկերը թաքցնելը ֆիքսելն է, բա ինչի ուրիշ ապրանքները չեք հաշվառում, դա հաշվառեք, հատ, հարկայինի աշխատողներին ընդունեք, գնան մարդկանց շորերը ստուգեն, աբսուրդ է, չէ, բայն էլ է աբսուրդ, ուղղակի գավառամիտ մի հատ ճարպկի մտքով անցել է, որ դեսնեն չձևակերպեն, որ բռնվենք, որ վերահսկողություն ենք սահմանում, չէ, ժողովուրդ ջան, թաքցված հարկերն ենք ուզում ջրի երես անենք, պահանեք ջրի երես անեք, այդ ինչքան շոր է մտնում Հայաստան, որը որ մաքսանենք ճանապարհով մտնում է, բա գնացեք ֆիքսեք, հատ, բոլորը, Աստված չանի մեկինը դրոշմակնքված չլինի, աբսուրդ է, չէ,
Հիմարությունն է, չէ՞, բայց նույն հիմարությունն էլ հեռախոսին է վերաբերում ժողովուրդ ջան։ Դե անկեղծորեն կանգնեք ասեք ուզում ենք բռնապետություն հաստատենք, պարզապես վախենում ենք այդ մասին հայտարարենք։ Վախենում ենք հանկարծ ուժներս չպատի բռնապետություն հաստատենք, էլի, դրա համար պետք է բավարար չափով կշիռ ունենաս, էլի, այդ հոնեց հասարակ գործ չի։ Բայց սա է ժողովուրդ ջան։ Կանգնեք ազնվորեն ասեք, որ ինչ հարկեր թաքցնել, հեռախոսի հարկեր ենք վերահսկում։ Այտենց հուզվել եք, հա, հեռախոս վաճառողների մուտքերի եւ բյուջեի հետ կապված։ Բաշարքային մարդկանց ապրանքը, որ տենց բերում են անվերահասկելի մտցնում են, ով պետք է ստուգի։ Հիմա դուք հասկացաք, որ մոտեցումը այդ ճարպկությունը նպատակը վերահսկողությունը, եթե վերահսկողությունը չի ասեք, ինչու է դա արվում միայն հեռախոսի հետ կապված։ Վերջ, հարցի պատասխանը դուք կիմանաք։ Ու եթե պետք է, այո, եթե դժգոհ եք հեռախոսների հետ կապված վերահսկողությունից, տարեք սիրուն, այն Նիկոլ Փաշինյանը ներքնաշորեր չէ կպցնում բաներին, արագաչափերին։ Այդ տարեք սիրուն կառավարության դեմը շարեք ժողովուրդ ջան։ Ասեք խնդրում ենք հաշվառեք, որ հետո վրները շար չանեք, վաղն էլ որոշելու եք, գաք դաստուգեք։ Խնդրում եմ տարեք սիրուն, թելը սիրուն կապում եք ու շարում եք վրը։ Այ իմանան թե ոնց են սկսել իշխանության գալ, ոնց են արագաչափերի հետ ոնց էին վարվում։ Եվ այսօր ինչ ձևով են հարցերին մոտենում։ Ընտրությունն ավարտվել է ժողովուրդ ջան։ Արդեն մտածում են, արդեն պետքա իրանց դեմքը ցույց տան։ Չնայած իրանց դեմքը են վախտել էր երևում։ Ուղղակի չէին ուզում, չէին տեսնում։ Իսկ հիմա տեսնենք Իրանի հետ կապված խնդիրը, որովհետև Իրանի հետ կապված հիմա Իրանի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում էր, տարբեր բաներ քննարկում են։ Հասկանանք ի վերջո Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ համաձայնության հարցը ինչ տեսք է ունենում, որպեսզի մենք էլ պատկերացնենք ինչ ակնկալիքներ ունենք։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփ Իրանը Հորմուզի նեղուցով անցնող նավերի վրա արձակել է առնվազն 4 ԱԹՍ, որոնցից մեկը հարվածել է մեծ եւ շատ թանկարժեք բեռնատար նավի։ 3 ԱԹՍ խոցել ենք։ Սա համաձայնագրի ակնհայտ խախտում է։ Սա ասում է Դոնալդ Տրամփը։ Հիշեք, որ մենք շատ ենք ուզում, որ այո Ամերիկայի Միացյալ Նահանգները Իրանի հետ համաձայնության գան։ Եվ բացի դրանից մեր իշխանություններն շտապեցին ոգևորված երկար ժամանակ էշիականջում քնած էին, ոչ մի բան չէին ասում, մի հատ համաձայնագրի անունը լսեցին, ասին ժողովուրդ ջան, այդ համաձայնագիրը ողջունում ենք, որովհետև ի վերջո մեր խաղաղության խաչմերուկի անբաժանելի մասն է Ամերիկայի եւ Իրանի պայմանավորվածությունը։ Դե եթե դա այդպես է, մենք ուրեմն ուշի պետք է հետևենք, չնայած մենք sense թե նենց հետևում ենք, այդ իրանք հետևում էին, բայց ծպտունները դուրս չէր գալի։ Հիմա հասկանանք, ԱՄՆ զինված ուժերը հարվածներ են հասցրել Իրանին, ի պատասխան Թեհրանի կողմից Հորմուզի նեղուցում Սինգապուրի դրոշի ներքո նավարկող առևտրային նավի վրա հարձակման։ Հաղորդագրության համաձայն հարվածներ են հասցվել իրանական հրթիռների եւ անօդաչու թռչող սարքերի պահեստավորման վայրերին, ինչպես նաեւ ափամերձ ռադարներին։ Ահա, էսա ինչ փաստաթուղթ, ինչ համաձայնագիր, ընդհանրապես հուշագիր չէր, որ տենց ոգևորվել էին։ Հիմա տեսակ արդեն այս ակտիվությունը ինչ տեղի ունեն։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խոսնակ Սարդար Մահրիբին հայտարարել է. Ի պատասխան ամերիկացի պաշտոնյաների կողմից Հորմուզի նեղուցում Իրանի եւ ԱՄՆ-ի միջև ուղիղ թեժգիծ ստեղծելու մասին հայտարարությունների մենք հայտարարում ենք, որ այս տեղեկատվությունը բացարձակ սուտ է եւ կտրականապես հերքում ենք սա։ Տեղի չի ունեցել եւ տեղի չի ունենալու։ Հորմուզի նեղուցը Իրանի տարածքն է եւ որևէ կապ չունի Միացյալ Նահանգների հետ։ Ժողովուրդ, այդ փաստաթուղթը դուք որ ստորագրում եք, իրարից խաբար չեք։ Այսինքն Ամերիկան ասում է, որ մենք պայմանավորվել ենք համատեղ վերահսկողության։ Իրանն ասում է, չես կարա դու համատեղ վերահսկես, դա իմ տարածքն է։ Ով ես դու, որ վերահսկես։ Ամերիկան հայտարարում էր, որ նույնիսկ պատրաստ է իսլամական հեղափոխությունների պահապանների կորպուսի հետ համատեղ այդ ամեն ինչն անի, ճանաչելով կարգավիճակը։ Իսկ իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարում է, որ մենք ձեր կարգավիճակը չենք ճանաչում, ով եք դուք, որ դուք վերահսկեք մեր տարածքում։ Այս է վիճակը, ժողովուրդ ջան, հարցը կարգավորված է, արդեն հանգիստ կարող ենք գնել, ամեն ինչ նորմալ է։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, նրանք իրականում պնդում էին, որ Իրանն այսօր շատ ավելի ուժեղ է, քան 4 ամիս առաջ էր, պարզապես մտածեք այդ մասին, նրանք չունեն նավատորմ, նրանք չունեն ռազմաօդային ուժեր և ասում են, որ ավելի ուժեղ են դարձել, նրանք հուսահատորեն ցանկանում են համաձայնագիր կնքել, նրանք մեզ շատ զիջումներ են անում, նրանք հետ պետք է գործ ունենային այն 47 տարիների ընթացքում, երբ նրանք կառավարվում էին ահաբեկչությամբ։ Ժորժ ջան, ես էլի չեմ հասկանում, մեկը չկա այս մարդուն կողքից ասի, դու ընդհանրապես հուշագիր ես ստորագրել, այդ հուշագիրը դեռ չի պահպանվում, Իրանը քեզ է խփում, դու Իրանին ես խփում, չկա որևէ բան, որտեղ ես դու տեսնում, որ Իրանը քեզ խնդրում է, ես չեմ հասկանում, կարող է ինքը Իրան անունով մի հատ աշխատող ունի, ամեն օր գալիս ասում է Դոնալդ Ֆրեդերիկովիչ, խնդրում եմ մի հատ այս բանը սենց անես, էլի, ես չգիտեմ, որտեղ է ինքը տեսնում այդ խնդրանքը, էլի։ Ախպեր կուզենայինք, որ տենց էր, բայց տենց չի։ Ու շատ մարդկանց էլ թյուրիմացության մեջ են գցում։ Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզայի ԱՄՆ խախտել է հակամարտության կարգավորման վերաբերյալ Իրանի հետ կնքված հուշագրի 2 կետ, և Թեհրանը պատասխան է տալու յուրաքանչյուր խախտմանը։ ԱՄՆ աջակցելով տարածաշրջանում իր պրոքսի ուժերի գործողություններին խախտել է հուշագրի առաջին կետը, իսկ Հորմուզի նեղուցում լարվածության էսկալացիայի շարունակմամբ 5-րդը։ Հուշագրի ցանկացած կետի խախտման պատասխանը կլինի արագ և կործանարար։ Այս աղաչող, աղերսող խաղաղություն աղերսող Իրանի մասին է խոսքը, Ժողովուրդ ջան։ Ես ուրիշ բան եմ կարդում։ Չէ որ սա նաև տպավորություն է ստեղծում, որ իրավիճակը սա է, ժողովուրդ, եւ դրա հետ կապված է նաև մեր մոտ էլ մարդիկ կան, որ դրա վրա են կառուցում իրենց հաշվարկը Իրան-Ամերիկայի Միացյալ Նահանգների արդյունքում ինչ է տեղի ունենալու։ Հիմա էլ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ինչ է ասում։ Իսրայելի քաղաքացիներ, ես ուզում եմ հայտարարել Իսրայել պետության համար մեծ նվաճման մասին։ Դուք գիտեք, որ մենք Վաշինգտոնում բանակցություններ ենք վարում Իսրայելի, Լիբանանի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչների միջև։ Սրանք երկարատև բանակցություններ են և այսօր դրանք իրենց պտուղներն են տվել։ Ամենակարևորն այն է, որ նախևառաջ Իսրայելը մնում է հարավային Լիբանանի անվտանգության գոտում։ Իհարկե պայմանագրի մեջ, որը հուշագիրը, որը կար Միացյալ Նահանգների և Իրանի միջև, պայմանավորվածություն կար, որ Իսրայելը դուրս է գալու Լիբանանի տարածքից։ Իսրայելն ասում էր, որ ես դուրս չեմ գա։ Անկախ նրանից ինչ ուզում է պայմանավորվեն, ես դուրս չեմ գա այդտեղից։ Բայց բանակցությունները Վաշինգտոնում Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդությամբ գնում էր Լիբանանի և Իսրայելի միջև, և հիմա Իսրայելը ոգևորված հայտնում է, որ հասկացեք, իմացեք, որ մենք առայժմ մնում ենք այդ անվտանգության գոտում, այսինքն Լիբանանի տարածքում, որին համաձայնվել է Լիբանանը։ Սա մեծ Նեթանյահուն շարունակում է, սա մեծ նվաճում է և մենք այն կպահպանենք մինչև Հեզբոլլահը չզինաթափվի, մինչդեռ Իսրայել պետությանը սպառնալիք կա։ Իդեպ այնպես չի, որ Լիբանանը շատ հուզված է, որ Հեզբոլլահը չզինաթափվի, որովհետև հենց Լիբանանը որպես պետություն չի կայանում, հենց Հեզբոլլահի պատճառով, որը պետություն է պետության ներսում։ Սա նոր չի, և մարդիկ շատ լավ էլ գիտեն, որ դա Իրանի կողմից ստեղծված կազմակերպություն է, այդ զինված խմբավորում, որը ընդհանրապես ամեն ինչ անում է, որ այդ պետությունը չկայանա։ Էլի պատճառներ կան, որ այդ պետության կայացումը շատ մեծ դժվարությունների առաջ է կանգնած, բայց փաստը նա է, որ Իրանի ներկայությունը խանգարում է դա։ Այսինքն, եթե խոսքը վերաբերվեր այն բանին, որ Իսրայելը ոչնչացներ Հեզբոլլահն և հետո էլ դրանից հետո Լիբանանի տարածքից դուրս գար, առաջի ողջունողը կլիներ հենց Լիբանանը։ Կասեր, վայ շատ շնորհակալ եմ, սրանցից չէի կարող պրծտեմ, հազիվ դու պրծացրեցիր։ Բայց իրանք մտահոգություն ունեն, որ կարող է Հեզբոլլահին ոչնչացնելու անվան տակ Իսրայելը այդ տարածքներից դուրս չգա։ Իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները այդ պարտավորությունը ստանձնել է Իրանի հետ։ Եվ Իրանի հետ պարտավորությունները կյանքի չի կոչվի, եթե Լիբանանի հետ կապված Իրանի պահանջը չկատարվի։ Հիմա էլ Իսրայելն ասում է, Իրան դու մի խառնվի այդ գործերին, առանց քեզ ենք մենք այդ հարցը լուծում։ Սա նաև մեծ հարված էր Իրանին։ Իրանը փորձում է մեզ ստիպել լքել հարավային Լիբանանը, բայց իրականում Իսրայելը, Լիբանանը և Միացյալ Նահանգները նրանց ասում են, սա ձեր գործը չէ, դուք Լիբանանում անելիք չունեք, ոչ դուք, ոչ Հեզբոլլահը, ոչ էլ որևէ այլ ահաբեկչական կազմակերպություն։
Իհարկե այս հարցը եթե կարգավորվի եւ դա լինի Լիբանանի սրտով, ոչ թե Իրանի, որովհետեւ Իրանը թե ինչ ավերել Լիբանանի գլուխը, մենք այդ մասին շատ ենք խոսել։ Եթե դա լինի Լիբանանի սրտով, միանշանակ նորմալ է, բայց եթե այնպես եղավ, որ Հեզբոլային ոչնչացնելուց հետո առիթ գա Իսրայելը, որ դեռ վերջնական ոչնչացված չի, եւ այդ տարածքները վերցնի եւ այդ տարածքներից դուրս չգա, դրա մտահոգությունը նաեւ Լիբանանը պետք է ունենա, որքանով է ինքը վստահում, որ Իսրայելը հետագայում այդտեղից դուրս չի գա, որովհետեւ մենք պետք է մի հատ նայենք, չէ՞, ի վերջո Իսրայելը ոնց է վարվել 1947 թվականի նոյեմբերի 29-ին, երբ որ Միավորված ազգերի կազմակերպությունը որոշեց երկու պետություն ստեղծել, արաբական եւ հրեական, 25000 քառակուսի կիլոմետրը որպես աշխարհագրական տարածք, Պաղեստին աշխարհագրական տարածքը բաժանեց, 14-ը ընկավ Իսրայելին, 19-ը ընկավ Պաղեստինին, բայց այդ 14-ը թեպետ արաբական երկրների մեղքատեղ աննշան ակնհայտորեն կա, իրանք ուղղակի չճանաչեցին ՄԱԿ-ի որոշումը, հիմա որ իրանք կոտորում են, ասում են հարգեք ՄԱԿ-ի որոշումը, մարդիկ էլ ասում են բա հարգողեք, դուք այդ ժամանակ հարգեիք, այդպես էլ երկիրը ստեղծված պատերազմը շարունակվեց, որովհետև չէին ճանաչում, բայց ի վերջո արդյունքում Իսրայելը 14-ը դարձել է մոտարապես 22-1, անընդհատ ինքը իր տարածքները ընդլայնել է եւ առանձնապես այդ տարածքներից դուրս գալու որևէ մտադրություն չունի, անգամ տարբեր տեղեր շինարարություն է անում եւ համարում է դա իր տարածքը եւ օրինականացնում եւ այլ եւ այլ։ Մի տեղից է որ ինքը դուրս է եկել, այն տարածքը իրան չէր կպցրել, ուղղակի վերահսկողություն էր սահմանել 6-օրյա պատերազմի ժամանակ իդեմս, ասենք Հոլանի բարձունքների սեկտոր Գազայի վերցնելու Հորդանան գետի արևմտյան ափը, արևելյան Երուսաղեմը եւ այլ, այս բոլորի հետ կապված նաեւ հարց եղավ, որ ինքը նաեւ վերահսկողություն սահմանեց Սինայի թերակղզու վրա, Եգիպտոսի Սինայի թերակղզու, եւ բայց քանի որ իր համար այնքան կարեւոր էր Եգիպտոսի հետ պայմանավորվածությունը, դա առաջի արաբական պետությունն էր, որի հետ իրանք համաձայնության եկան, լավ եք հիշում Քեյփ Դեվիդի համաձայնությունը 1978 թվականի Միացյալ Նահանգների ժամանակվա նախագահ Ջիմի Քարտերի 39-րդ նախագահ հովանու ներքո, երբ որ կնքվեց համաձայնագիր եւ այնքան այդ խաղաղության համաձայնագրից գոհ էր Իսրայելը, որ ինքը վերահսկողությունը հանեց եւ վերադարձրեց Սինայի թերակղզին Եգիպտոսին հանուն այդ խաղաղության։ Այսինքն այդ մի դեպքն ենք ունեցել, եղել է նաեւ դեպք իհարկե Օսլոյի համաձայնագրով, որ ցանկացան Պաղեստինի հետ կապված համաձայնության գալ, ճանաչել նրա ինքնավարությունը եւ այդ պարագայում էլ Պաղեստինն էլ ճանաչել Իսրայելի պետությունը եւ Յասիր Արաֆատի ժամանակ դեռ կազմակերպությունը Պաղեստինի ազատագրման կազմակերպության ղեկավարը այդ ժամանակ էլ Իսխակ Ռաբինն էր, որը որ այդ փաստաթղթերի հետ կապված պայմանավորվեցին, այնուամենը որ սեկտոր Գազան հանձնվեց Պաղեստինի վերահսկողությանը, բայց այնուամենը փաստն է 14-1 դարձել է 22-1, այսինքն մտավախություն, որ կարող է Իսրայելը դուրս չգա Լիբանանից, դա կարող է նաև լինել, այսինքն ստեղ այն մասով, որով պահանջում է դուրս գալ Իրանը նորմալ է, բայց որ Իրանն այդքան փորձանք վերել Լիբանանի գլուխը, այդ էլ գիտենք ժողովուրդ ջան։ Դրա համար դրան էլ կհետևենք, որտեղ դրանով էլ է պայմանավորված Իրանի դիրքերի հետ կապված տեսնենք ինչա կատարում, ու նաև Իսրայելի, որտեղ Իսրայելը հիմա էլ նոր խաղ է սկսում ցեղասպանությունը ճանաչելու հայոց, իհարկե բնական է, որ դա ճանաչում է իր շահերից ելնելով, որ ճանաչի, բայց դա որևէ բան չի փոխում, եթե նա իր շահերից է բխում դա ճանաչելու, թող ճանաչի, որևէ խնդիր չկա։ Վաղուց պետք է ճանաչել, որևէ բան այդտեղ չկա, որ մենք ասենք, բա ինչու է հիմա ճանաչում, քու շահերից է բխում։ Մենք առավոտ այդ իրիկու մտածում ենք, թե ոնց անենք որևէ մեկի շահը ու մերը համընկնի, որի հետ կապված, որը բխի մեր պետության եւ ժողովրդի շահերից։ Հիմա թող անեն, մենք կտեսնենք դրա զարգացումները։ Այսինքն դրա համար եմ ասում, իրավիճակը տարածաշրջանում նաեւ այդ հարցում փոփոխվելու, դրա համար շատ ուշադիր պետք է լինել։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Վաշինգտոնը պահպանում է Իրանի հետ հրադադարի համաձայնությունը
համաձայնագրի պայմանները եւ կոչ է արել Թեհրանին առաջացած տարաձայնությունները լուծել բանակցությունների, այլ ոչ թե ուժային մեթոդների միջոցով։ Իրանը ստորագրել է հրադադարի համաձայնագիրը, մենք կատարել ենք մեր պարտավորությունները։ Եթե նրանք տարաձայնություններ ունեն այն հարցում, թե ինչպես է կիրառվում փոխըմբռնման հուշագիրը, նրանք կարող են պարզապես վերցնել հեռախոսը եւ զանգահել, գրել է Վենսը։ Միևնույն ժամանակ փոխնախագահը զգուշացրել է, որ ուժի կիրառման դեպքում ԱՄՆ-ի կողմից պատասխան կլինի, բռնությանը կպատասխանվի բռնությամբ։ Այսինքն սա այն է, որ Դոնալդ Տրամպը երբ որ ասում է ոչնչացրել ենք, վերջացրել ենք, զորք չունեն, զենք չունեն, ոչ մի բան չունեն, նորից խոսում են այն մասին, որ եթե դու քայլ ես անում, մեզ ասա գոնե համաձայնության գանք, էլի։ Իսկ հիմա նայեմ ուկրաինական ֆրոնտում էլ ինչ է տեղի ունենում, որտեղ սա էլ շատ կարևոր է, մանավանդ մեր երկրի հետ կապված, մեր ապագայի հետ կապված, որ տեսնում ենք մեր օրակարգը ինչքան է ռուսական շահերի սպասարկման ֆոնին, Ուկրաինայի զինված ուժերը հունիսի 27-ի գիշեր, այսինքն այս գիշեր հարձակվել են Ռուսաստանի Դաշնության Վոլգոգրադի վրա, հայտնել է Վոլգոգրադի մարզի նահանգապետ Անդրեյ Բաչարովը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության ուժերը հետ են մղել արագընթաց օդային թիրախների հարձակումը, սակայն դրա հետևանքով Վոլգոգրադում վնասվել է արդյունաբերական ձեռնարկություններից մեկը, որտեղ ի դեպ ըստ մասնագետների հավաստիացումների արտադրում է օրեշնիկ միջին հեռահարության բալեստիկ հրթիռը։ Այս են բալեստիկ հրթիռն է օրեշնիկը, որի հետ կապված Վլադիմիր Պուտինն ասում էր, եթե այս օրեշնիկով հարված ենք, ոչ մի հակաօդային պաշտպանության համակարգ սրա դեմը չի կարող առնել։ Մի ոգևորված խոսում էր, մի պատմում էր, ինքը իր պատմածից ոգևորվում, էլի պատմում։ Իհարկե օրեշնիկով մի հատ խփեցին Ուկրաինային, եւ տենց էլ ման են գալի տեսնեն ինչ հետևանքներ ա ունեցել, նենց առանձնապես հետևանքները չեն գտնում, որ վախենան։ Մի քանի ինչ որ դատարկ ավտոտնակի էր խփել, մեկը չգիտեմ ինչի էր խփել, մեկ էլ նայեցին խորությունը ինչքան որ մտել է, սա խորքային հարված հասցնող ռումբ չի։ Էսել են, խափել են այդ խեղճ Պուտինին, խափել են Հարիֆին, ժողովուրդ ջան, թե ինչ օին են դրել նրա գլխին այս օրեշնիկով։ Բայց խնդիրը որն է, ասում է, երբ որ օրեշնիկով հարված ես, հակաօդային տենց պաշտպանության համակարգ չկա, որ այդ օրեշնիկից պաշտպանի։ Հիմա հարվածել են օրեշնիկին, եւ Ռուսաստանը չունի ինենց հակաօդային պաշտպանության համակարգ, որ պաշտպանի օրեշնիկին, հասկանում եք ինչն է խնդիրը։ Ընկեր, լամյա դա պաշտպանի, նոր դրանից պաշտպանվելու մասին խոսա։ Դու էլ չես ունենալու որ գցես Ուկրաինայի վրա։ Ուկրաինային պետք չի հակաօդային պաշտպանության համակարգ, որպեսի պաշտպանվի քո օրեշնիկից։ Եթե ինքը կարա խփի դրան, տեղում ոչնչացնի, ու դու էլ չկարողանաս պաշտպանես քո օրեշնիկը ուկրաինական ԱԹՍ-ից։ Այս օրին է այն Ռուսաստանը, որը մեզ ցանկանում է ինչ որ բաներ է առաջարկում, որ մենք մտածենք, որ այո, մեր երկրի ապագան այնուամենայնիվ Ռուսաստանն է։ Մի բան էլ ուղղակի անդրադառնամ, էլի պարբերաբար ինձ Facebook-ը հիշացնում է նախկինում ասված ու արվածը, որտեղ այնքան բաներ համընկնում է սուրվա հետ կապված, երեկ մի ուրիշ թեմայից էի խոսում, դե ամեն օր մի բան, դե այն ժամանակ էլ եմ ակտիվ տարբեր բաների անդրադարձել։ Պետության երթիկից հանենք գողին 2014 թվական, այսինքն Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակը, որ սենց բլբուլ կտրած խոսում են, հիմա սրան նրանք քննադատում ընտրություններին չեն մասնակցել, դառել են փորձագետ, արդեն իրանք քննադատում են բոլորը։ Բա մասնակցող եք, մասնակցեիք։ Չնայած անուղղակիորեն մասնակցել են, այդ չի հարցը։ Խորհրդային միության հոգեվարքի տարիներին սկիզբ առավ միութենական հանրապետությունների անկախության շքերթը։ Խորհրդարանների որոշումներով ԽՍՀՄ-ից դուրս գալու տեսքով։ Այդ ժամանակներում թեպետ մեր մոտ էլ շտապողների պակաս չէր զգացվում, սակայն Լևոն Տեր-Պետրոսյանն ու էլի մի քանիսն այն հաստատակամ կարծիքին էին, որ չպետք է բավարարվել հապշտապ որոշումներով, մանավանդ որ անկախության հռչակագիրն արդեն ընդունվել էր 90 թվականի օգոստոսին, այլ հարկավոր էր այն ժամանակվա օրենքներին համապատասխան հանրաքվեի միջոցով ամրագրել մեր ժողովրդի կամարտահայտությունը։ Համաձայն ենք, որ Հայաստանը լինի անկախ ժողովրդավարական հանրապետություն ԽՍՀՄ կազմից դուրս։ Հարցն էր դրվել հանրաքվեի։ 91 թվականի սեպտեմբերի 21-ին մեր հանրության ճնշող մեծամասնությունն ասեց. այո, ճշտապելու եւ հաստատուն քայլերով գնալու հիմնավորումն այն էր, որ պետք չէ ոգևորվել խորհրդային միության թուլացած վիճակից։
Կարող է գալ մի պահ, որ Ռուսաստանն այնքան հզորանա, նրա կառավարման ղեկը մի այնպիսի գործչի ձեռքն անցնի, որը հավակնություններ ունենա վերականգնելու ԽՍՀՄ և փորձի անօրինական համարել նրա կազմից դուրս գալու միութենական հանրապետությունների խորհրդարանների որոշումները, իսկ մենք չկարողանանք միջազգային ատյաններում պաշտպանել մեր իրավունքները։ Ի դեպ, մեր հանրաքվեից 3 ամիս էլ չանցած, 3 սլավոնական հանրապետությունների ղեկավարները Բելավեժկայա Պուշչայում հավաքվեցին ու լուծարեցին ԽՍՀՄ։ Զավեշտն այն է, երբ Խորհրդային Միության լուծարման որոշումից 9 ամիս առաջ Միխայիլ Գորբաչովը մի հուսահատ քայլ կատարեց ԽՍՀՄ պահպանելու հանրաքվե կազմակերպելով։ Ռուսաստանը, Ուկրաինան և Բելարուսը ոչ միայն ակտիվորեն մասնակցեցին դրան, այլև ջանացին Խորհրդային Միությունը փրկել ավելի քան 70% կողմ ձայներով, մինչդեռ մի քանի հանրապետություններ, այդ թվում նաև Հայաստանը, չմասնակցեցին հանրաքվեին, պատճառաբանելով, որ արդեն հռչակել են իրենց անկախությունը, ուստի չեն կարող մի միջոցառման մասնակցել, որի նպատակը ԽՍՀՄ պահպանելն է։ Անցան տարիներ, և հիմա Ռուսաստանի ամենաբարձր պաշտոնյաների բերանից լսում ենք, որ ոչ միայն լավ կլիներ ԽՍՀՄ չփլուզվեր, կամ էլ լավ կլինի վերականգնվի, այլ որ Խորհրդային Միությունը լուծարելը սխալ էր, իսկ այդ որոշումն անօրինական։ Իսկ այս մտքից մինչև ԽՍՀՄ վերականգնման որոշում կայացնելը մեկ քայլ է, մանավանդ որ մի ձեռքումդ միջուկային մարտագլխիկով հրտիռն է, մյուսում գազի խողովակը։ Ցավոք առաջին նախագահի հեռատեսությունը առանձնապես չի օգնում մեզ, քանի որ միջազգային ատյաններում մեր երկիրը ներկայացնում է Սերժ Սարգսյանը, ով պատրաստվում է դա անել այժմ և միշտ ու հավիտյանս հավիտենից։ ՀՀԿ ղեկավարն արդեն մեր երկրի ներսում կոսմիկական արագությամբ վերականգնում է ԽՍՀՄ, իր վարքուբարքով, դեմագոգիայի մակարդակով, տնտեսական կացութաձևով, կառավարման վարչահարամայական մեթոդներով և միակուսակցական համակարգով։ Հիմա ինչպես օգտագործենք մեր այն առավելությունը, որ ժամանակին 15 միութենական հանրապետությունից միայն մենք ենք Խորհրդային Միության կազմից դուրս գալը ամրագրել հանրաքվեի միջոցով, պահպանելով բոլոր իրավական ընթացակարգերը, երբ Սարգսյանն իրեն ոչ թե ՀՀ նախագահ է պատկերացնում այլևս, այլ Պուտինի տեղապահ մեր երկրում։ Հայտնի ժողովրդական խոսք կա. «Գողը որ տանից է լինում, եզը երդիկով են հանում», իսկ մեր պարագայում գողն ավելի առաջ է գնացել ու տունն է գողացել, և ով այս վիճակին չի հաշտվում, հերթով երդիկից հանում է նրանց։ Հիմա ընտրությունը մերն է, կուչ եկած մնանք տան մի անկյունում, որպեսզի զավթիչին չզայրացնենք, երդիկով դուրս գանք, թե միանանք մեր տունն ազատագրելու պայքարին։ 2014 թվականին ես միացած էի մեր տունն ազատագրելու պայքարին, իսկ Նիկոլ Փաշինյանը միացել էր Սերժ Սարգսյանին և ասում էր ձեր արածները ինչ էր, կեղծորակարգ է, այսինքն պաշտպանում էր Սերժ Սարգսյանին, և ինքը Սերժ Սարգսյանի համար բավական հաճո ընդդիմություն էր, և ինչպես տեսաք, հիմա Սերժ Սարգսյանն է Նիկոլ Փաշինյանի համար բավական հաճո ընդդիմություն, նստում է նստած ամնում, կանգնում է կանգնած ամնում, մեկ-մեկ է խոսում, էլի, այդքան մի բան, վատ ընդդիմություն է ժողովրդյան, էս է վիճակը, դրա համար ժողովրդի վրա և արտախորհրդարանական ուժերի վրա հրապարակային գործիչները բավական շատ բեռ է ընկնում, թե ինչ անենք այս մարտահրավերներին դիմակայենք։ Դե ինչ, այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Տանտինյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք և դատեք ինքներդ։ Շնորհակալություն։